Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ամբողջ շղթան, սպանվեցին մարդիկ, ոչնչացվեց նրանց գույքն ու ունեցվածքը։ Ամեն բան արձանագրված է անուն առ անուն, հասցե առ հասցե։ Լևոն Մելիք-Շահնազարյանի աշխատությունը Ադրբեջանի մարդատիացության վկայություն է, ինչը շարունակվում է նաև այսօր։ Ցավոք սրտի մենք ապրիլին նույնպես դրականատես եղանք, հասկացանք, որ զինված ադրբեջանցի եւ խաղաղ հայ բնակիչը մեղմ ասած անհամատեղելի երկու երևույթներ, երկու հասկացություններ են, որի արդյունքում ցավոք սրտի ռազմական հանցագործություններ են տեղի ունենում եւ տուժում է խաղաղ բնակչությունը։ Արցախի բոլոր բնակավայրերից հավաքված տեղեկությունները խոսում են 1991-93 թվականներին ադրբեջանական հանցավոր քաղաքականության հետևանքով մարդկային կորուստների ու պատճառված ամբողջ վնասի մասին։ Հակամարտության ընթացքում կամ դիսկուրսը քաղաքական ինքը հաճախ հեռու է գնում իրավական հիմքերից, հաճախ հեռու է գնում զուտ այն փաստագրական բազայից, որը կա եւ ընկած է այդ հիմքում այդ հակամարտության։ Լևոն Մելիք-Շահնազարյանի վավերագրությունը կարող է իրավական ուժ ունենալ Բաքվի ռազմական ոճիրները բացահայտելու եւ դրանց կատարողներին պատասխանատվության ենթարկելու համար։ Լիանա Կարապետյան, Էդգար Դավթյան, օրակարգ։